Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի խոր եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի մասնակցությամբ զարգացող տեսլականին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցքանունով որևէ պրոյեկտ չկա ու չի էլ կարող լինել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։ Կառավարության որոշմամբ Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Արսենյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ նշել կաշխատեմ հանուն պետության եւ Վայոց ձորի մարզի։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ազալ ինքնաթիռի մասին մանրամասն տեղեկատվության համար։ Ադրբեջանի նախագահը Դուշանբեում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը եւս մեկ անգամ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առիթով։ Մյունխեն-Գլադբախի Բորուսիան արձագանքել է թիմային խաղացողներին, որոնք հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ հոկտեմբերյան առաջիկա հանդիպումների համար։ Նրանց թվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը։